Պատվարժան դատար նախքանակ հարցին անդրադառնալը բացառություն է դատարանին, իրավունք ներկայացնում ենք։ Այս քրեական գործով 2025 թվականի սեպտեմբերի 24-ին դատավոր Մելիքսեթյանը հրապարակել է վերդիկտ, հայտարարելով, որ մեղավոր է ճանաչում Միքայել Սրբազանին քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ մասով նախատեսված մեղադրանքով։ Այնուհետև դատավորը հայտարարել է, որ խափանման միջոցը թողնում է նույն սահմանափակումներով, որից հետո սահմանել է լրացուցիչ դատալսումներ սեպտեմբերի 29-ի ժամը 10:30-ին։ Դատավորը լրացուցիչ դատալսումների օրը հայտարարելուց հետո հեռացել է դահլիճից առանց կողմերին հայտնելու, որ նրանք իրավունք ունեն մինչև հաջորդ դատական նիստը դատան ներկայացնելու միջնորդություններ։ Գտնում եմ, որ դատավոր Արմեն Մելիքսեթյանը պետք է ազատվի այս քրեական վարակին մասնակցելուց հետևյալ պատճառաբանությամբ։ Բացառիկ հայտնելու իրավունք այս փուլում քրեական դատավարության օրենսգրքի 64 հոդվածի 3 մասի կանոնակարգումների համաձայն բացառքի ինքնայիտ դարձել սեպտեմբերի 24-ի նիստից հետո, հետևաբար իրավունք ունեն դատավորի բացառքային այս փուլում։ Դատավորի կողմից խախտված նորմա։ Դատական օրենսգրքի 70 հոդվածի երկրորդ մասի 3-րդ 14 կետերի համաձայն, որը չեմ ներդրում, եւ 73-րդ կետի առաջին մասի համաձայն դատավորը պարտավոր է բացառքայիններ, եթե նրա գործողությունները նման հիմքեր են ստեղծում։ Դատավորը խախտել է քրեական դատավարության օրենսգրքի 344 հոդվածի երկրորդ մասի պահանջներին, որ վերդիկտը հրապարակելուց հետո դատարանը սահմանում է լրացուցիչ դատալսումներով առաջին դատական նիստի տարին, ամիսը, օրը եւ ժամը, ինչպես նաեւ կողմերին հայտնում է, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ սույն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։ Դատավորը վերդիկտը հրապարակելուց հետո սահմանելով լրացուցիչ դատալսումների տարին, ամիսը, օրը եւ ժամը չի հայտնել կողմերին, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ նույն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։ Օրենսգիրը այս գործողությունը սահմանել է որպես պարտականություն եւ ոչ թե հայացողական իրազորություն։ Հարց է ծագում, ինչու է դատավորը ակնհայտորեն խախտում օրենքի պահանջը, ինչու։ Ինչ է նրանից գնում հետևելու օրենքի պատվիրանին եւ պաշտպանության կողմին հայտնելու նրա իրավունքների իրագործման մասին։ Եթե դատավորը ղեկավարվել այն ենթադրությամբ, որ Միքայել Սրբազանի պաշտպանները գիտեն օրենքի այդ պահանջը, հետևաբար կարիք չկա իմացածի մասին հայտնելու, ապա դառնում են ենթադրություններ, քանի որ օրենսգիրն այս գործողությունը կատարելու տեսակետից խտրություն չի դնում պաշտպան ունեցող կողմի եւ պաշտպան չունեցող կողմի միջեւ։ Մեր համոզմամբ այս խախտումը կարող է դրսևորվել երկու դեպքում։ Առաջին, եթե դատավորը կոմպետենտ չէ, կամ երկրորդ, դատավորն ունի խտրական վերաբերմունք։ Մենք հակված ենք պնդելու, որ դատավորն ունի խտրական վերաբերմունք Միքայել Սրբազանի նկատմամբ, ինչը դրսևորվել է նաեւ իր նախորդ տարբեր խախտումներով, սկսած գործնստանդարտության չուղարկելու, կանոնի ժամկետների երկարաձգելու, որոշման մեջ կիրճ տվյալներ ներառնելու գործողություններից վերջացած այսօր խախտումով։ Ղեկավարելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70 հոդվածով եւ քրեական դատավարության օրենսգրքի 40 հոդվածով Երևան քաղաքի առաջացան ինտանձնական քրեական դատավարության Մելիքսեթյանը հայտնում են բացառ պատվարժան դատարան, իրոք հարցածախում, ինչու է դուք նման խախտումներ ցույց անկեղծ ասած չեն կարող պատկերացնել։ Սերը սպիտակի վրա գրված է քրեական դատավարության օրենսգրքի մեջ։ Վերդիկտը հայտարարելուց հետո կողմին հայտնում է։ Դուք հայտարարեցիք վերդիկտի մասին ու արագ հեռացաք։ Լավ ուզում ենք հասկանալ, ինչն է, ինչն է խնդիրը։ Ինչու չեք ուզում Միքայել Սրբազանի ժողովրդական լեզվով ասած արել դիպչի։ Ինչն է խնդիրը։ Ինչու դա մեր վրա չի տարածվում։ Ինչու դատավորական նորմերը մեր համար չեն աշխատում։ Որն է պատճառը։ Առավել ևս դուք գիտեք, որ սա զգայուն քրեական գործ է եւ բոլորի ուշադրության կենտրոնում է, դա միշտ է ձեզ տիպում նման խախտումներ։ Եվ մենք այս պայմաններում հակված ենք պնդելու, որ